Մերոնք կետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ մերոնք շարքը, բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Դադարը մի քիչ տևական եղավ, հետընտրական, այսպես ասած ոչ թե զարգացումներին էի սպասում, այլ դուք ինքներդ տեղյակ եք, տեսնում եք, թե ինչ է կատարվում, ինչպես է կատարվում կամ ինչ կատարվեց եւ ինչպես կատարվեց։ Սկզբունքորեն համացանցը հեղեղված է, տողատակերը հասկացողը հասկանում է, չիմացողը կամ ինքզինքը չիմացողի տեղ դնողը շարունակում է թութքից տարապողի պես իրեն պատառոտել եւ այսպես շարունակ, այսինքն ամեն ինչ իր հունով է գնում։ Մեծ հաշվով հատուկ նորություններ չկան, բայց կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, առաջիկա, չգիտեմ, տարիների համար փոթորկում է աշխարհը, ռուսները շարունակում են մեզ սպառնալ, չգիտեմ, ներքին տեղի ընդդիմությունը շարունակում է սպառնալ, հեսա այսպես կանենք, իշխանությունը հոխորտում է, մի քանի օր առաջ էլ տեսակ քաղաքապետարանում ինչ առյուծ տղերք էին անհանած, ռյուտեին, ինչ էին, չգիտեմ, այդպես էլ է, ապե, բան եւ այսպես շարունակ։ Եվ այսպես ամեն ինչին հերթով ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը կամ ինչպես մեծարում են նույն ինքը Կալուգայի Սամոն, ասաց, որ սխալվել է, պիտի միավորվեր այն ժամանակ, բայց դեռուս չի եկեք միավորվենք։ Սկզբունքորեն այն գլխից Սամվել Կարապետյանը պիտի փորձեր համբուրել ամեն մի քաղաքացու քաղանցքը, յուրաքանչյուրի բոլոր ընդդիմադիրների քաղանցքը, ովքեր, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանի դեմ էին եւ ներկայացներ մի լուրջ ծրագիր եւ ոչ թե, չգիտեմ, էսա գները սենց են կանում, փողը սենց են կանում, ուժեղ Հայաստանում սենց կլինի եւ այլն, բայց դրա համար պետք էր որակական այլ հատկանիշներ ունենալ։ Ցավալիորեն Սամվել Կարապետյանը այդ որակական հատկանիշները չունի։ Եվ այն մոտեցումը, որ դրսևորեց այսպես ասած առաջնորդող ընդդիմադիր ուժը կամ ուժի ղեկավարը քոր կոպեկ չարժեր։ Եվ Հայաստանի Հանրությունը, հասարակությունը վիրավորված տեսնելով, որ եթե այստեղ գործող իշխանությունը մի բան չի, ապա այդ ընդդիմություն կոչվածների առաջնորդը ընդհանրապես մի բանի բանել չի, գնաց եւ նորից իցավ սրտի իր ընտրությունն արեց։ Իդեպ ասեմ ձեզ, ընտրության օրը միտեղ ընկերական մի շրջապատ, այսպես ասած, հրավիրեցին մի կտոր, հաց ուտենք, եթե ընտրությունն ավարտել ես, գնացի ինձ ասեցին, կասես ում ես ընտրել։ Ասացի ինքս իմ երեսին թքելով, ինքս ինձ հայհոյելով, էլի ընտրեցի օրվա իշխանավորին, քանզի այլ ընտրանք չտեսա ասպարեզում, ցավալիորեն, բոլորը ծիծաղեցին։ Մի պաշտոնյա էլ կար, ասաց, շատերը այդպես արեցին։ Այո, բայց ինչքան կտևի այս ամենը, ես ասացի, իմացեք, սա ձեր վերջի շունչն է։ Այլ ընտրանք հետ առաջ կծնվի։ Այս պահին ցավալիորեն ասպարեզում չկար։ Այնպես որ Սամվել Կարապետյանը ստիպեց, որ նաև ես ու իմ նմանները էլի գնանք եւ Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, եղած չեղած ուժերին ընտրենք, զգուշանալով, վախենալով իրենց տգետ մոտեցումներից, որ դրսևորեցին ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Հեն որ ասում է, մի սերմացու միտք մարդիկ չտեսան, որ չտեսան, այդ թող ասում է մեր իմացած գելը մեզ ուտի։ Սա է իրականությունը։ Հաջորդ, այսպես կոչված ընդդիմությունը դա, ասենք, Քոչարյան Ռոբերտն է հələ այս մեծերից գամ, հետո կհասնենք Գագիկ Ծառուկյանին։ Քոչարյան Ռոբերտին ես համատում եմ մարմնավաճառ կնոջ հետ։ Քոչարյան Ռոբերտը շատ լավ գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը իրեն պիտի օգտագործի։ Դա այն բոբոներ, այն հրեշը, որով ժողովուրդը գիտի, թե ինչ դժբախտություններ բերեց Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին եւ հայ ժողովրդին, ինչու Արցախը կորցրեցին, գիտակից մաս է, այն տգետ ապուշները կներեք, որ ասում եք Քոչարյանը երկիր էր պահում, Քոչարյանը երկիր չէր պահում, Քոչարյանը երկիր էր թալանում։ Բայց Նիկոլ Փաշինյանը օգտագործեց որպես մարմնավաճառի, ինչքան դեռ կարելի էր օգտագործել։ Հիմի արդեն
կգնա, չգիտեմ, ձերբակալման process-ը։ Բարոյական է դա թե չէ, մենք ավելի շուտ էինք սպասում, վաղուց պիտի այդպես լիներ, Քոչարյան Ռոբերտը պիտի այո արևի լույսը, այդպես ասած, ցանցից տեսներ, ճաղերից այն կողմ, բայց խաղի կանոնները այդպիսին էր։ Նիկոլ Փաշինյանին պետք էր միջև վերջ քամել Ռոբերտ Քոչարյանին, հետո նոր կձերբակալի։ Իդեպ եղանակային ձերբակալման եղանակային եզրույթներն էլ շատ կարգին են, Պուտինը առաջվանը չի, Քոչարյանը իրեն պատեպատ է տալիս, կհայտնվի իր տեղում, ավելի շուտ պիտի աներ։ Բայց սա է, այնտեղ բարոյական արժեք չկա։ Քոչարյան Ռոբերտի համար երկիրը գրպանի պարունակությունն է։ Եվ այս մոդելը աշխատեց հասարակությունը այնուամենայնիվ զգուշանալով Քոչարյան Ռոբերտի տեսակի այնտեղ հայտնվելուց գնաց եւ էլի ոչ ասեց նրանց։ Հաջորդը Գագիկ Ծառուկյանը կամ այսպես ասած հին օլիգարխիան։ Այստեղ ես ցավում եմ։ Ես երբեք չէի ցանկանա, որ Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյանը կուլակաթափ անի։ Չէի ցանկանա։ Մի պարզ պատճառով։ Բոլոր, սկսած Սամվել Ալեքսանյանից, չգիտեմ, Ռուբեն Հայրապետյանից ում անունը ուզում եք տվեք, ովքեր որ ժամանակի հզոր, այսպես ասած, փողատերերն էին կամ օլիգարխները, այս մարդիկ դառը աշխատել էին, դառը։ Իտում նաև Սամվել Կարապետյանը, Կալուգայի Սամոն։ Բոլորը իրենց սկիզբը, եմ որ ասում է անքուն, անդադար շուրջօրյա աշխատանք են տարել։ Բայց գործող քաղաքական իշխանությունները սկսած ՀՀՇ-ից շարունակած արդեն ավելի գարշելի Քոչարյան Ռոբիկով ու Սերժիկով այս մարդկանց դարձրեցին գործիք։ Կային նրանց մեջ որոշները, ովքեր ավելի ագահ չէին եւ չդարձան գործիք, փողերը տվեցին, հանգիստ նստեցին տեղները, ասացին ոչինչ, մեր դառն աշխատանքի դստանք, մեզ քաղաքականության մեջ մի մտցրեք։ Կային ագահները Գագիկ Ծառուկյանի նման, ովքեր որոշեցին, որ այն որ երկում են թակավոր ախպեր, իրենք իրոք թակավոր են։ Այստեղ է ցավը։ Այնուամենայնիվ այդ ամբողջը դժվար են աշխատել։ Քանզի ամեն կոպեկի վրա, հիշեք, Քոչարյան Ռոբերտը օլիգարխիային բերեց ազգային ժողով, Գագիկ Ծառուկյանից էլ սարքեց կուսակցապետ, ասաց ում ուզում ես, որ վանդակն ուզում ես, ապե ջան, դու ինչ պրոբլեմ ունես, իհարկե Ռոբիկը օրեսկան կարողանար խոսել, էլ ինձ ինչ դարդ, բայց այսպես հակառակ դեպքում կդառնաս ընչազուրկ, կդառնաս սոված շուն։ Ասելս ինչ է, աշխատող, ստեղծող մարդկանց, ասենք, մեզանից յուրաքանչյուրը չի, որ կարող է իրոք այդ ջիղն ունենալ եւ կարողանալ աշխատել։ Համակարգը, որ փչացած է, փչացնողը քաղաքական իշխանություններն են։ Ռոբիկները, Տեր-Պետրոսյանի ժամանակվա իշխանավորները, գուցե նրանք ավելի մեղմ, բայց կարևոր չի, հիմքը դրեցին։ Սերժիկները, սրանց համար այդ խաղը, որ ասում է պատանեկան խաղ է։ Հին թալանչի են, հին ստիպող են, հին մարդկանց, որ ասում են մեղքերը մեկը երկուս անող են։ Նույն տրամաբանությամբ ես խոսեցի Մանվել Գրիգորյանի մասին։ Ով էր Մանվել Գրիգորյանը։ Երկու փամփուշտ կրակած տղա լավ էր արել։ Ինչ պիտի աներ քաղաքական իշխանությունը։ Պիտի ասել տեղը նստում ես այսքան նակուչապը, խախտեցիր լավ չի լինի։ Իսկ ինչ արեց քաղաքական իշխանությունը։ Ասաց ապե գնում ես մեր համար դեն ես բերում։ Այսքան բան։ Դարձրեցին Մանվել Գրիգորյանին այն, ինչ ինքը չպիտի դառնար։ Նույնը վերաբերում է գործարաններին։ Այստեղ խնդիրները ցավոտ են։ Անկեղծ ես չէի ցանկանա, որ այդ մարդիկ ունեզրկվեին։ Ես կուզեի, որ խելքներն ենքան հասներ, մասնավորաբար Գագիկ Ծառուկյանին բազմիցս կոչով դիմել եմ, թակավոր ախպեր քու տեղը նստեիր, մի արա, այն ինչ չի կարելի, այն ինչ մեկ անգամ պատահական ստացվել է կամ քու չարչարանքի արդյունքում ստացվել է, ուր ես շարունակում, դա ասում է կուպեցը մեր բանը չի, այդ մեր բանը չի, քու բանը չի, մի արա, բայց մարդը արեց և հիմա Նիկոլ Փաշինյանը իր քինախնդրությամբ նաև
այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանի երկնքից է իջել, կլուծի բոլորի հարցերը։ Առայժմ կլուծի, հետագայում ինչ տեղի կունենա, ժամանակը ցույց կտա։ Իդեպ Նիկոլ Փաշինյանին հարցնում են Օրդուբադում ադրբեջանցիները ժողով են անում, ասում են, այն մեկ անգամ Ամերիկայում հանդիպեցի մեր բակը ֆիլմի այդ իհարկե ես չեմ սիրում այդ ֆիլմը եւ չեմ ընդունում շատ բան, սցենարիստին ասած ես եմ գրել, ասի չես նեղանա, որ ասեմ ինձ դա դուր չի եկել։ Բայց կարգին տղա է բոլոր դեպքերում այնտեղ մի դրվագ ուներ, այն որ Սոնան վերևից նայում է մկոն տակից գորում է Սոնան ասմանու գավարիժը մկո գավարի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը վասն խաղաղության հորթային լրությամբ համեմատում է, ասում է դե որ մենք Արցախի չխոսանք, դրանք էլ Երևան գալուց չեն խոսում, նրանք Երևանի վրա որևէ իրավունք չունեն, չեն կարող ունենալ։ Պարզապես այն որ ասում է փոչատակից շատ տվեցին եւ մեր արժանապատվությունը ավելի թանկ բան է, չեմ ասում, չգիտեմ, պատերազմ հայտարարի, բայց մենք էլ ենք ուզում լսենք, որ չի կարող նման խոսույթ լինել եւ չհամեմատել Արցախի հետ եւ այլն եւ այլն։ Սա է խնդիրների խնդիրը եւ մենք այս առաջիկա տարիներին այդ ընդդիմությունը կվերցնի իր բաժին մանդատները, իշխանությունը կվերցնի իր բաժին մանդատները եւ այս ծաղրածությունը շարունակելու ենք հետեւել։ Այսինքն առաջիկայում մոտ է այն պահն ու ժամանակը, որ բոլոր մտածող մարդիկ կմիավորվեն վերջապես մեկ քայլ առաջ ապագա իշխանություն ունենալու ճանապարհին։ Այս կապիկություններից այս առաջիկա տարիներին դեռ չենք ազատվելու։ Ավելին, իշխանությունները, այսպես ասած, իրենց ներսում հիմա կսկսեն պաշտոնները բաժանել, կարծես արդեն բաժանում են, ով ինչ կլինի, բայց հետաքրքիր մի դրվագ։ Երբ Սամվել Կարապետյանը, Կալուգայի Սամոն, ասաց, որ այս ամեն ասինք իրա կողմնակիցները շուն ու շանգյալին, էսինենին, փող եք տալիս, այս ձայնագրությունների հիման վրա Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքը ինչ քոտ ասեց, ինչ քոտ, հա կրքոտ, ասեց ես կրքոտ եմ, հա, ելույթ ունեցավ կրքոտ, եւ ասեց սա կտեսնես քու հալը, դու ոնց կարաս ես ժողովրդին շուն ու շանգյալ ասես, մի բան հիշեցնեմ, դուք մի քաղաքապետ ունեք, հայրը ժողովրդի միստվար հատվածին ասեց համբալ։ Այդ համբալ ասողի տղան ոնց է Երևանի քաղաքապետ, բա այս դեպքում ձեր կրքոտությունը Նիկոլ Փաշինյան տեղի չտվեց, որ այս ոնց է պապատ խոսում հասարակության հետ։ Այ կրկրակի ստանդարտները, հիշեք էլի, այդ ոնց Սամվելն ասեց խառնվեցիք իրար, Ավինյանի պապան ասեց չխառնվեցիք, այսինքն այդ օպերի շոֆերները համբալ են, այսինքն դուք այսպես եք վերաբերվում մարդկանց եւ դա շատ վատ է, շատ գարշելի վատ է։ Հիմի 2 տարի է, ասել եմ ամոթ է, այս տգիտությունը փողոցում գրված է։ Ինձ համար չեմ ասել, չգիտեմ գրում են էսա, ենա դաս, չգիտեմ համակարգչային, այ ապուշներ, դա հայոց լեզվի ուղղագրության խախտում է։ Այն հայոց լեզվի, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտպանել հայրենիքը, պետությունը, լեզուն։ Իմ կռիվը անհատական չի, ինձ դա պետք չի։ Ես գիտեմ ինչպես է գրվում, բայց երբ պետական պատին գրված է այդպես եւ պետությունը իրեն ապուշի տեղ դրած պատասխանատուները դա ինչ են անում, դա արդեն վիրավորանք է։ Խոսեցի նաեւ Հայկի Արցանը Հանրապետության հրապարակում այն յորբեյոր եղած Լենինի հարցանի փոխարեն տեղադրելու, որ մեր պատմությունն ու սկիզբը այստեղ է։
չգիտեմ, սրանք ինչ բնավորություն են, բերեցին Վահագն վիշապաքաղի արձանը, Փառք Աստծո քաղաքապետրային դիմաց տեղադրեցին։ Վստահ եմ, բանը կհասնի նաև Հայկի արձանին։ Բայց մի համասեռամոլի ձայների օգնությամբ քաղաքապետ դարձած մեկը, ում հայրը հայհոյում է ողջ ժողովրդին, արդյոք Երևանի քաղաքապետ պիտի լինի։ Արդյոք այս բարոյազուրկ վիճակով, արդյոք դա չէր պատճառը, որ մի քանի օր առաջ քաղաքապետարանում հետին լակոտ լուկուտների պես սկսեցին իրար հոշոտել, միմյանց ծեծել։ Եթե համբալի որդին չլիներ քաղաքապետ, կարող է այդ մթնոլորտը չլիներ։ Որակ է պետք։ Արժանապատիվ կեցվածք է պետք։ Հայերենի իմացություն է պետք։ Տգիտությունը չի կարող ղեկավարել, անկախ նրանից, թե դիմացիները, չգիտեմ ինչ հացու են, բայց եթե Տիգրան Ավինյանի որակը ղեկավարում է, քաղաքապետարանը կամ որևէ կառույց դառնում է ծեծող ծեծվողների կրկես, ինչը ոչ միտեղ չի տանում մեզ։ Եվ էլի չշարունակեք, թե ինչ խնդիր ունես Տիգրան Ավինյանի, ես ոչ ոքի հետ խնդիր չունեմ։ Ով է Տիգրան Ավինյանը, ես խնդիր ունենամ, բայց հանրությունը, հասարակությունը, հայոց լեզուն, պետությունը չի կարող Տիգրան Ավինյանի նման մեկը տգետը ղեկավարել, ով թույլ է տվել, որ պետական պատին տգիտությունը գրվի եւ մի քանի տարի է ձայն չի հանում։ Ինչ եթե ինքը պիտի որոշի։ Այս քինոտ վերաբերմունքը մեր երկիրը շարունակելու է տեղում պատտել։ Չսիրեցիր քու լեզուն, դու ոչ ոք ես։ Ինչ պետություն, ինչ ճանապարհներ, ինչ, չգիտեմ, կապեր, հետո ինչ, ոչ միտեղ չի տանելու։ Ինչևէ, առայժմ իրավիճակն էսպիսին է, զարգացումները ցույց կտան, բնականաբար մանդատները վերցնելու են վերցնողները, իշխանությունը իր գործն է անելու, շարունակությունը կհետևենք, կտեսնենք, կլինենք մասնակիցը։ Բայց դե ամեն ինչ լավ կլինի, առողջ կացեք։